Հասկանալի է, մի քանի ներքաղաքական հարցերի անդրադառնանք, պարոն վարչապետ, ձեր հրապարակային հայտարարություններից պարզ է դառնում, որ դուք Գարեգին II-ին կաթողիկոսի գահից հեռացնելու օրակարգից չեք հրաժարվել։ Հիմա կոնկրետ ինչ քայլեր են արվում եւ ինչով է զբաղված այն խորհուրդը, որը ստեղծվեց եկեղեցու բարենորոգման համար։ Գիտեք, ինչպես եւ նախատեսված էր, մեր հիմնական խնդիրն է նախ հանրությանը ավելի հասկանալի դարձնել օրակարգը, որովհետև այդ թվում գուցե մեր եւ իմ երբեմն էմոցիոնալ դրսևորումների պատճառով գուցե հանրությունը ավելի շատ տեսնում է աղմուկ, քան թե հարցիություն։ Իսկ մեզ համար հարցիությունը շատ պարզ է, առաջին հարցերի գլոբալ հարցը հետեւյալն է, որ առաջինը եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ։ Եվ ընդհանրապես ես ասել եմ, որ չի կարող լինել պետություն պետության մեջ։ Եվ մենք նախորդ շրջանում ցավոք տեսել ենք անընդհատ դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորել փաստացի առանց դրա մասին հայտարարելու որպես պետություն պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն պետության մեջ։ Մենք ասում ենք, որ սա չպետք է տեղի ունենա, բայց սա երկրորդ գործողությունը, երկրորդ հարցը, որ եկեղեցին չպետքա զբաղվի քաղաքականությամբ։ Այսինքն եկեղեցին ներքաղաքական կյանքի մասնակից պետքա չլինի։ Տեսեք, երբ որ Կտրիչ Ներսիսյանը ժամանակին խոսում էր կառավարության, իմ այստեղ ես չեմ հարցը հասկանում, այստեղ քաղաքական գործընթացներն են։ Լավ 1, 2, 3, ասենք լավ ոչինչ պետքա լինել հանդուրժողական։ Արդեն սկսեցին այլ եպիսկոպոսներ քաղաքական հայտարարություններ անել եւ ինչ եղավ, որ Բագրատ Գալստանյանը սկսեց քաղաքական շարժում մայրաթոռում ունեցած խորհրդակցություններից հետո եւ դրա արդյունքում շատ կարեւոր է նաեւ ինչ եղավ այդ քաղաքական գործընթացը ժողովրդավարական երկրում եւ միջավայրում տեղի ունեցավ եւ մարեց, այսինքն մերժվեց հանրության կողմից։ Այս ամեն ինչը չի կարող մնալ առանց հետևանքի, որովհետեւ խոսքը մեր պետության ինքնիշխանության անվտանգության մասին է, բայց այս ամեն ինչը իրագործելու համար, այս խնդիրները լուծելու համար մեզ պետքա եկեղեցու բարենորոգման օրակարգ, որը ինչի մասին է։ Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների բարեվարկության, ֆինանսական թափանցիկության, հաշվետվողականության մեխանիզմներ պետքա լինեն, որովհետև մենք այսօր ունենք ինֆորմացիա, որ այդ թվում, որ ճշտման փուլում է, այդ թվում Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու ձևաչափերով Հայաստանի Հանրապետությունում են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու եւ այլն։ Այս շատ լավ տեղ բերեցիք։ Ինչ են ասում ձեր ընդդիմախոսները, ասում են, եթե մարդը հոգեվորական է, չի նշանակում քաղաքական հայացքներ պետք է չունենա։ Ձեր նշած փաստերը քրեական գործեր հարուցելու համար են։ Հարուցեք քրեական գործեր, պատժեք այն հոգեվորականներին, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության օրենքը, բայց արշավ մի սկսեք այն եկեղեցականների դեմ, որոնք ձեզնից տարբերվող կարծիք ունեն եւ ձեր հրաժարականն են։ Գիտեք, ոչ միայն հոգեվորականները, այլև բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն։ Ուրիշ բան է քաղաքական հայացքներ ունենալը, ուրիշ բան է քաղաքական հայացքները արտահայտելու միջոցները եւ ձևերը։ Գիտեք ինչ, պատարակի խորանը օգտագործել քարոզների ժամանակ քաղաքական քարոզ անելու համար, կներեք, դա սրբապղծություն է, որովհետեւ պատարակը Հիսուս Քրիստոսի եւ նրա դավանած արժեքների մասին է։ 2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարակների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ ռադիկալ տեքստեր։ Դուք գիտեք հիմա իհարկե հույս ունեմ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաև դուք գիտեք, որ աշխարհում շատ երկրներում կա նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ համաշխարհային
հանրությունը, միջազգային հանրությունը ստիպված է պայքարել։ Տեսեք, դուք ասում եք քրեական գործեր թող հարուցվեն, քրեական գործեր են հարուցվում, ասում են ոնց բանի հոգևորականների դեմ քրեական գործ եք հարուցում, ոնց կարելի է հոգևորականի դեմ քրեական գործ հարուցել։ Ոչ ոք չի ասում, ոնց կարա հոգևորականը պլանավորի, որ Հայաստանի մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության հոգևորական են ոնց բանի հոգևորականների դեմ քրեական գործ եք հարուցում, ոնց կարելի է հոգևորականի դեմ քրեական գործ հարուցել։ Ոչ ոք չի ասում, ոնց կարա հոգևորականը պլանավորի, որ Հայաստանի մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության էլեկտրական բանը մատակարարումը դադարեցնի, սաբոտաժանի, երթևեկությունը կասեցնի, չգիտեմ, բաներ եւ այլն եւ այլն։ Խոսի մարդկանց պատերի տակ գնդակահարելի մասին։ Այդ գործերը դատարանում են, պարոն վարչապետ, ես դրա մասին չեմ խոսում։ Շատ լավ, բայց կա կոնկրետ գործ եւ կա միջավայր, որտեղ այդ գործերը ստեղծվում են։ Այսինքն մեր խնդիրն ի՞նչ է, թողել որ այդ ծայրահեղականության դրսևորումները գնալով շատանան, պլանը դառնա իրագործելի, գնդակահարության մասին սպառնալիքները դառնան գնդակահարություններ, որ հետո ասեն, բա պետությունը ուր էր, բա ուր էր նայում պետությունը, իսկ ուր էր նայում ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ուր էր նայում կառավարությունը եւ այլն եւ այլն։ Հիմա գալով խոսքի սկզբին, ասում եք համապատասխան միջավայր եմ ուզում ստեղծվի, հանրությունը տեղեկացվի նոր, ոնց եք պատկերացնում, ասենք ինչքան ժամանակ է դրա համար պետք եւ կոնկրետ գործողություններ ակնկալել թե ոչ։ Գիտեք ինչ, կետը, որում դա պետքա տեղի ունենա, ի վերջո Հայաստանի ժողովրդավարական պետություն է եւ որևէ բան չի կարող տեղի ունենալ առանց հանրության աջակցության։ Ընդ որում հանրության աջակցությունը ինչ շատ են ասում են, որ այդ դեռ չես դադարել հեղափոխական լինել, ինչ է լինում հանրություն։ Խոսքը լեգիտիմության մասին է։ Ինձ համար լեգիտիմությունը բացարձակ արժեք է, ու ֆիզիկապես ենթադրենք process-ներ իրականացնելը առավել եւս վարչապետի կարգավիճակում գուցե այդքան էլ դժվար չի, մանավանդ այն պայմաններում, երբ որ տեղի է ունենում աննախադեպ բան, մայրաթոռի զանգերը հնչում են մարդկանց հրավիրելով եւ մարդ չի արձագանքում դրան։ Սա խոսում է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու վերնախավի առաջնորդության կողմից հարուցած խորը հոգևոր ճգնաժամի մասին։ Եվ ուրիշ բան էլ մեզ ասեմ։ Գիտեք ինչ շատ ենք խոսում մենք, որ մենք պետքա ունենանք արժեքահենք հասարակություն, արժեքահենք հանրություն, որտեղ արժեքները, բարոյական նորմերը ի վերջո կշիռ ունենան եւ այդ կշիռը գնալով մեծանան։ Ես ասում եմ անհնար է ունենալ արժեքահենք հանրություն, երբ որ մեր արժեքների էպիկենտրոնը, մեր սրբություն սրբոցը, մայրաթոռ Սուրբ Էջմիածինը ախտահարված է։ Եվ սրանք կոմպլեքս հարցեր են, սա իմիջիայլոց շատ լուրջ, նուրբ եւ բարդ հարց է, եւ ելի եմ ասում, ինչքան պետք կլինի, ես այս ճանապարհով կգնամ, բայց այդ ճանապարհին լեգիտիմությունից չեմ շեղվի երբեք։ Բայց ես նաև էլի վարչապետ, ոչ վարչապետ հարցը, ես էլ եմ ասում, ես ինքս ինձ համարում եմ եւ ես այդպիսին եմ հոգևոր արժեքներ եւ հոգևոր կյանք ունեցող մարդ, եւ ես չեմ կարող հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդի, հավատավոր հետևորդի իմ ինքնությունը ինձնից անջատել եւ դնել 4 մետր են կողմ։ Եվ սա է հարցի պատասխանը, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ եւ ես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ եմ։ Ես չեմ կարող կիսվել երկու մասի։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։